Ինչպես արդեն գործընկերներս նշեցին, Մեղրիում ենք մամուլի ասուլիս անցկացնում, խորհրդանշական վայր է։ Եթե Հայաստանի այլ հատվածի մի բնակչի, որը երբևէ չի գտնվել Սյունիքում, հարցնենք Մեղրին ումն է, գուցե ասի Ադրբեջանին է, քանի որ ձեր կառավարման տարիների հետ կապված պարբերաբար շահարկվում է, որ դուք Մեղրին Արցախով փոխարինելու ծրագիր եք ունեցել, այնուամենայնիվ այդպիսի բանակցություններ ձեր կառավարման ժամանակահատվածում եղել է, թե ոչ, եւ երկրորդ հարցը, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ եթե իր փոխարեն իշխանության գաք դուք, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը, ապա պատերազմը անխուսափելի է լինելու, քանի որ հայտարարվել է, որ դուք խաղաղության նախաստորագրված պայմանագիրը վերանայելու եք։ Դուք նախորդ հայտարարությունների ժամանակ պնդել եք, որ ձեր ղեկավարած երկրի վրա Ալիևը չի հարձակվելու, հղում անելով նախորդած տարիները ձեր կառավարման, որ պատերազմ երբևէ կամ ռազմական էսկալացիա երբևէ չի եղել։ Հիմա եւս պնդում եք, որ ձեր կառավարման ժամանակ պատերազմ չի լինելու եւ ինչպես կարձագանքեք Նիկոլ Փաշինյանի այդ պնդմանը, որ եթե գաք իշխանության պատերազմ է լինելու։ Առաջինը դա Մեղրի հարց։ Ես հիշեցնեմ, որ կառավարությունը կոնկրետ վարչապետը հրապարակեց բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը բացի Կիևստի։ Բացի Կիևստի փաստաթղթից բոլորը հրապարակել են։ Հարց չի առաջանում, թե ինչու չի հրապարակել այդ փաստաթղթը։ Ասում են չկա։ Սուտ են ասում։ Չի կարող այդ փաստաթուղթը չլինի, առաջինը։ Երկրորդը համանախագահողները ունեն այդ փաստաթուղթը։ Դու ուզում ես այդ փաստաթուղթը ստանալ չես կարողանում։ Մի հատ զանգում ես քո սիրելի Մակրոնին, եւ ինքը քեզ այդ փաստաթուղթը մի հատ բանով մեյլով ուղարկում է եւ դու 15 րոպեից դու ունենում ես այդ փաստաթուղթը եւ հրապարակում ես։ Այդ փաստաթուղթում սևը սպիտակի վրա գրված է թե ինչ լուծում էր։ Գիտեք ինչի չի հրապարակում, որովհետև կոնկրետ խոսքը գնում էր Արցախը Հայաստանին միացնելու մասին։ Միացնելու մասին։ Ինչ է սա նշանակում, որ ամբողջ իր կառուցած թեզը, թե Արցախի հարցը կանխորոշված էր, որովհետև Ալմատայի 91 թիվ էր գնում, չէ, Ալմատայի հռչակագրով Հայաստանը իբրև ճանաչել է թե 92 թիվ արդեն չեմ հիշում, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կոնկրետ այդ փաստաթղթում, որը մենք ստացել ենք Մինսկի խմբի անունից, նախաձեռնողը եղել է Միացյալ Նահանգները, սև ու սպիտակի վրա գրած է, որ Արցախը միացվում է Հայաստանին։ Ըստ իր թեզը, որը ինքը առաջ էր բրդում անընդհատ այդ բանի մասին, այդ Ալմատայի մասին, ամբողջությամբ ձախողում է, դրա պատճառով ինքը հենց այդ փաստաթուղթը չի հրապարակել։ Եվ այստեղ գրած է, խոսքը գնում էր սուվերեն ճանապարհի մասին։ Ղարաբաղը միանում է Հայաստանին, Լաչինի միջանցքով, որի կարգավիճակը նույնն է դառնում, ոնց որ Հայաստանի տարածք է դառնում, դիմացը ստանում են սուվերեն ճանապարհի իրավունք։ Սա էր։ Մեղրի մասին ընդհանրապես խոսք չկար, այդ ճանապարհն էլ հիմնականում էստակադա թունել, այդ տարբերակով պիտի անցներ, որտեղ ասենց հնարավոր էր։ Ուրիշ բան այստեղ չկա։ Եվ լավագույն պատասխանը այդ փաստաթղթերի հրապարակումն է։ Ես խոստանում եմ ընտրություններից հետո անմիջապես այդ փաստաթուղթը ամբողջ ծավալով հրապարակվի։ Հիմա երկրորդի վերաբերյալ, սա ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ով պիտի ստորագրի այդ փաստաթուղթը, իրենց ներկայությամբ նախաստորագրվում է փաստաթուղթ։ Ինչ է նշանակում նախաստորագրել, որ տեխնիկական թիմերը աշխատում են, տեխնիկական թիմերը գալիս են համաձայնության, օրինակ արտգործնախարարության բաժնի վարիչները գալիս են համաձայնության գալիս հետո նախաստորագրում են եւ պատրաստում են իրենց ղեկավարների
ստորագրության, արդեն պաշտոնական ստորագրության։ Հիմա եւ Նիկոլ Փաշինյանն ընդ է եւ Իլհամ Ալիևն ընդ է։ Երկուսն էլ կաղնած են։ Իրենց ներկայությամբ նախաստորագրվում է։ Եթե ամեն ինչ օքեյ է, այն գլխից նստեք ստորագրեք։ Չեն ստորագրել։ Պատճառը չեք մտածում ինչն է պատճառը։ Ինձ համար հասկանալի է պատճառը։ Դեռ պահանջներ կա դնելու սահմանադրական բարեփոխումներ, հռչակագրի հղումը պետք է հանվի եւ այլ եւ Իլհամ Ալիևի մոտեցումը սա է։ Եվ ինքը կարողացել է մինչ այդ հանդիպումը ուղղակի առաջ մղել իրենց շահերից բխող ստորագրման տարբերակը։ Ինչ ենք ասում մենք։ Ասում ենք լավ, ինձ դուր չի գալիս այդ հայտարարությունը։ Բայց ինչ որ փաստ է կայացել է, լարվածություն չստեղծելու համար մենք ասում ենք հետևյալը։ Խաղաղությունը չի կարող չի լինի երաշխավորված, եթե մենք ուզում ենք այդ խաղաղությունը լինի հարատևելի։ Ուրեմն այդ փաստաթուղթը պետք է համալրվի հավելվածներով, որոնք կնշանակեն երաշխավորների կամ երաշխավորված sense համակարգով համալրումը այդ ամեն ինչի։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը։ Իրենք ասում են մեր երաշխավորը Ադրբեջանն է եւ Ադրբեջանի երաշխավորը Հայաստանը։ Ես մի պահ մտածել եմ, թե դա բան է, ինչ որ մեկը հումոր ա արել, հետո պարզվեց, որ դա հումոր չի, դա իսկապես իրենք այդպես է մտածում։ Մեկ անգամ ես արտահայտվել եմ, դա նույնն է, որ Գազայի հատվածում իրենք ասեն, որ իրենց երաշխավորը Իսրայելն է եւ հատկապես Նեթանյահուն։ Հիմա մոդելը սա է։ Եվ սա փաստարկները բավական լուրջ են մեր կողմից, որ շատ հանգիստ կարելի է իսկապես այս հարցը առաջ մղել եւ նույն Միացյալ Նահանգներից հարցնել, լավ, դուք ուզում եք, որ այս համաձայնագիրը, այս խաղաղությունը լինի հարատևել է։ Հաստատացելու են ուզում ենք։ Մենք ասելով ենք, այո, մեր կողմից առաջարկը հետևյալն է։ Դուք եղեք երաշխավոր։ Եթե դուք չեք ուզում, միասին քննարկենք, թե ով կարող է լինի այդ խաղաղության ոչ թե վկա, այլ երաշխավոր։ Իհարկե Միացյալ Նահանգների համար հարմար է, երկու հոգի եկել են, համաձայնվել են իրար հետ, թուղթ են ստորագրում, ինչի եմ ես պարտավորության տակ մտնամ։ Եվ դու պետք է դիվանագիտական ճանապարհով ջանքեր գործադրես այդ process-ի մեջ ներգրավելու համար հզոր պետություններ։ Առնվազն գոնե գրեին անվտանգության խորհրդի հայտարարություն։ Խախտման դեպքում ինչ հետևանքներ է լինելու։ Ընդհանրապես ոչինչ չկա։ Ոչինչ։ Մենք այդ աստիճանի փոխադարձ վստահության մակարդակ ունենք Ադրբեջանի հետ։ Իհարկե ոչ։ Սա ես չեմ կասկածում, որ հնարավոր է համալրել։ Ես կարող եմ օրինակներ բերել, օրինակ երկարատև աշխատող Դեյտոնյան համաձայնագրերը, Բոսնիա-Հերցեգովինա։ Կա շատ կոնկրետ երաշխիքային համակարգ ներդրած։ Նույն Միացյալ Նահանգների հովանավորությամբ էր այդ Դեյտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվել։ Իրենց օրինակը հենց իրենց արած գործի օրինակը բերում դնում ես, ասում ես այս մոդելը փորձենք դնել հիմքում։ Պիտի ասեն ոչ,